Ջումիլիա տեսակի վարդերը ամենաբերքատու իմ կարծիքով վարդն է, որը որ տարեկան մինչև ամեն մի արմատից 15 մինչև ծաղիկ է տալիս։ Շուկայում մրցունակ լինելու և պահանջարկներն ապահովելու համար Դավիթն ընտրել է որակյալ ու երկարակյաց վարդերի մշակությունը։ Հոլանդական հատիկավոր և փնջային տարագույն վարդերի ջերմատունը հիմնադրել է գրեթե 3 տարի առաջ։ Վարդերն այստեղ հիդրոպոնիկ եղանակով են աճեցվում։ Ծաղիկները հողի հետ չեն շփվում, հողից բարձր են, գետնից բարձր են, որը որ բավականին նվազեցնում է հիվանդությունների հավանականությունը։ Դավիթ Խանջյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, Գրիբոյեդով համայնքում ծաղկի ջերմատուն հիմնելու համար երկար չի մտածել։ Գաղափարից շահավետ բիզնեսի ճանապարհը հեշտ չի եղել, բայց տրտնջալ չի սիրում։ Ասում է, տնտեսության զարգացման ու առաջընթացի հիմքը գործը սիրով անելն է։ Սովորել ենք զրոյից, ոչ մի բան չենք իմացել վարդի մասին, բայց հիմա ունենք բավականին գիտելիքներ, որը որ կարողանում ենք օգտագործել իդեալական ապրանք ստանալու համար։ Թեև հոլանդական վարդերի սորտատեսակներն առանձնանում են իրենց դիմացկունությամբ, այնուամենայնիվ ծաղիկն ամենօրյա խնամք է պահանջում։ Հիմա թաղը վերջացրել ենք, արդեն մենք իրան ծալում ենք, էլի։ Վեճաներն ենք մաքրում ու ծալում ենք։ Մուտին իրա կոկոմներն ենք մաքրում։ Այստեղ ոչ միայն վարդ են աճեցնում, այլև տրամադրություն ու հույզեր են փոխանցում մարդկանց։ Վարդն ունի հիմնական մաս, որը որ թեքումներ են կատարում եւ երբեք չեն կտրում, ապահովում է ֆոտոսինթեզ, արևից ստանում է էներգիա եւ փոխանցում է արմատներին, արդեն բարձրանում են իսկական վարդերը, որոնք որ կտրում են։ Մոտավորապես 10-ից 12 անգամ ծաղիկ են ստանում։ Ծաղկի ջերմատունը հագեցած է նորագույն ոռոգման և ջերմակարգավորման համակարգերով, ինչը թույլ է տալիս ամբողջ տարին ունենալ բույսի առողջ աճի բոլոր պայմանները։ Այս պահին արդեն մենք գարնան կեսում ենք գտնվում, ապրիլի կեսերին, բայց ջերմատունը գիշերները դեռ ջեռուցվում է։ Ինքը ավտոմատ կերպով գազայերի չաշխատում է, որովհետև պետք է 16 աստիճանից չի շնի ջերմաստիճանը։ Եվ ցերեկա աշխատում է հովացման համակարգը, քանի որ 24 աստիճանից պետք է ջերմաստիճանը չբարձրանա։ Ջերմատունն ապահովում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայի պատվերները։ Նախկինում աշխատել են ռուս և վրացի գործընկերների հետ, պատմում է ջերմատերը։ Միաժամանակ արտահանել ենք Վրաստանի Հանրապետություն, բավականին գոհ էին մեզանից, մեր վրացի գործընկերները իրենց երկրում ծաղիկ շատ քիչ կա, նամանավանդ սեզոնային ձմռանը չեն ունենում, քանի որ ունեն ջեռուցման խնդիր, նորմալ աշխատել ենք։ Դավիթ Խանջյանի տարիների փորձը թույլ է տալիս ևս մեկ ջերմատուն կառուցել։ Տարածքը պատրաստ է, աշխատանքները շուտով կմեկնարկեն։ Տարածքը այս պահին 3300 քառակուսի մետր է, ջերմատան ավելացնում ենք ևս 1300-ը։ Հիմա այս պահին մտածում ենք այս տարի ավելացնենք, կան նորից ծրագրեր, 10%-ային կետով սուբսիդավորում կատարում էկոնոմիկայի նախարարությունը, ցանկանում ենք այս տարի ևս մի փոքր ավելացնենք։ Հոլանդիայից Հայաստան եկած այս գեղեցկուհիները ունենում են մինչև 1 մետր 20 սանտիմետր երկարություն, նարնջագույն, ալկարմիր, թե դեղին, անկախ երանգից շուկայում այս վարդերը մեծ պահանջարկ ունեն։ Սեր ու հմայք ներշնչող այս ջերմատնից դուրս եկած ամեն ծաղկեփունջ մի պատմություն ունի։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։